Չնայած գլոբալ process կա կապված անչափահասների հասանելիության հետ, այդ թվում սոցիալական ցանցերի, մենք ծրագրում դրանել ենք անդրադարձել եւ հետագայում ավելի մանրամասն կքննարկենք, թե ինչ պիտի անենք, եւ այս առումով չափազանց կարեւոր եմ համարում նախընտրական շրջանում երեխաներին տված մեր խոստման ճշգրիտ իրականացումը, իսկ այդ խոստումը նրա մասին էր, որ մենք առաջիկայում հանրապետությունում կունենանք առնվազն 100 կոմբինացված խաղահրապարակներ, ներառյալ համայնքային լողավազանները, որի պիլոտային օրինակը մենք Իջևանում արդեն ստեղծել ենք, եւ սա էլ շատ կարեւոր մի ծրագիր է, մանավանդ կրթահամալիրների մեր ծրագրի հետ պետք է մենք անպայման ինտեգրենք այս ծրագիրը, որպեսզի խաղահրապարակների ճիշտ ցանց ունենանք Հայաստանի Հանրապետությունում, որոնք դպրոցներում արդեն արկա խաղահրապարակների հետ ամբողջական ծածկույթ ապահովեն Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի երեխաներն էլ իրենց հերթին սմարթֆոնից դուրս գործողություններ իրականացնելու ժամանց ունենալու հնարավորություն ունենան, իհարկե սրան զուգահեռ նաև 100 արտադպրոցական հաստատությունը շատ կարևոր եմ համարում, խոսքը վերաբերվում է մարզադպրոցներին, խոսքը վերաբերվում է արվեստի դպրոցներին, խոսքը վերաբերվում է երաժշտական դպրոցներին, այսինքն ֆիզիկական կյանքի առանց պայքարելու վիրտուալ կյանքի դեմ, որովհետև դա բացարձակապես անիմաստ գործ է, անհրաժեշտ է ֆիզիկական կյանքի հնարավորությունները եւ ենթակառուցվածքները մաքսիմալ ուժեղացնել, որովհետեւ իրականությունը այն է, որ վիրտուալ կյանքի զարգացումը մի ինչ որ կետից ֆիզիկական կյանքի նկատմամբ պահանջարկը եւ հետաքրքրությունը ավելի մեծացնում է եւ ելնելով այն կանխավարկածից, որ ազգային ժողովում մանրամասն քննարկում տեղի ունենալու, ուզում եմ ընդգծել առողջության ապահովագրության համակարգում մեր առաջիկա անելիքը, այդտեղ մենք խնդիր ունենք 2029 թվականի դրությամբ ամբողջ բնակչության հանրապետության ներառել առողջության ապահովագրության համակարգում։ Այդ ուրիշ հարց է ապահովագրության համար որ դեպքում ով կվճարի։ Բայց նաև կարևոր է, որ առողջապահության համընդհանուր ապահովագրությունը իրոք դառնա համընդհանուր եւ մենք հանրապետությունում չունենանք մարդ, ով դուրս է մնացել առողջության ապահովագրության համակարգից։ Հարգելի գործընկերներ, համառոտ սա էր, մանրամասն քննարկում կունենանք։ Ես ուզում եմ իմ զեկույցը ավարտել ծրագրի նախագծի ամփոփում բաժնի պարզապես ընթերցումով եւ մեջբերումով, որը հետեւյալն է։ Այս ծրագրի հիման վրա կառավարությունը ընդունելու է իր գործունեության հնգամյա միջոցառումների ծրագիրը եւ իրագործելու է այն։ Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ունենալ նոր որակի պետություն եւ ապահովել պետության վերելքը։ Հայաստանի Հանրապետությունը այսպիսով թևակողում է իր պատմության այն փուլը, որը անվանում ենք 4-րդ հանրապետություն։ Այսքանը այսօր կշարունակենք քննարկումը ազգային ժողովում եւ իհարկե հիմա էլ կշարունակենք, եթե ունենաք հարցեր եւ դիտարկումներ։ Խնդրեմ։ Չկան հարցեր եւ դիտարկումներ, ելի ուզում եմ կառավարության անդամներին եւ մյուս գործընկերներին շնորհակալություն հայտնել ծրագրի նախագծի վրա կատարված աշխատանքի համար։ Զավեշտը այն է, որ ես արձանագրում եմ, որ առաջին անգամ է, որ մենք կառավարության ծրագրի վրա այսքան աշխատելու ժամանակ ունենք։ Նախկինում մեր կարգավորումների, ճիշտն ասած, մի փոքր տարօրինակ լինելու բերումով մենք անդադ ինչ-որ ցայտնոտային վիճակներում ենք աշխատել ծրագրի վրա, այս անգամ հանգիստ աշխատել ենք եւ քննարկում ենք արել եւ առցանց ենք աշխատել։ Իմիջիայլոց մենք ծրագրի հատված է նաեւ նոր սահմանադրության նախագիծը եւ մենք նոր սահմանադրության մեջ այս հատվածին էլ ենք ուշադրություն դարձել, որ նոր ձևավորվող կառավարությունը ի վերջո պետքա
պատշաճ ժամանակ ունենա իր ծրագրերը, հայեցակարգերը, ռազմավարությունները ձևակերպելու, ընդհանրապես եկեք հետադարձ նայենք 2018 թվականին, երբ որ հեղափոխության արդյունքում մենք ստանձնեցինք կառավարումը եւ ասենք կարգավորումները 3 օրում էս պետք է անես, 5 օրում էս պետք է անես, 15 օրում դեռ նույնիսկ շենքին առանց ադապտացվելու այդ կարգավորումները իրոք տարօրինակ են, բայց դրանց մի մասը սահմանադրական են եւ դա հնարավոր չէր օրենքներով փոխել, բայց դա առանձին քննարկման թեմա է, սահմանադրության թեմային նույնպես ազգային ժողովում ավելի մանրամասն կանդրադառնամ։ Հարցը դրվում է քվեարկության, ովքեր են կողմ կառավարության 2026-2031 թվականների ծրագրի հաստատմանը։ Դեմ չունենք, ծրագիրը հաստատված է։